Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Օրվա հյուրը բալետի արտիստ Գոռ Սարգսյանն է։ Գոռ Սարգսյան, բալետի արտիստ, ծնվել է 2002 թվականին Երևանում։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժին։ 2019 թվականին մասնակցել է Վրաստանում կայացած Չաբուկյանի անվան պարային միջազգային մրցույթին և ժամանակակից պարի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։ 2020 թվականին Ալեքսանդր Գոդունովի անվան և World Superstar, իսկ 2021 թվականին First Star in Mexico և Ռուդոլֆ Նուրիևի անվան միջազգային պարային մրցույթներում արժանացել է Grand Prix պատվավոր մրցանակներին, իսկ Տոկիոյի և Լեհաստանի պարային միջազգային մրցույթներում զբաղեցրել առաջին հորիզոնականները։ 2021 թվականից աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ։ 2024 թվականին բալետի առաջատար մենակատար Ռաֆի Գալստյանի հետ Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցել է International Ballet Competition Dancing Italy մրցույթին, որի պրոֆեսիոնալ ժյուրին առաջին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև։ Նույն թվականին Գոռ Սարգսյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պատվոգրերի, իսկ կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից պարարվեստի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել է ոսկե մեդալով։ Բարև ձեզ բոլորին, շնորհակալություն, որ եկել եք նախ։ Ես Գոռ Սարգսյանն եմ, բալետի արտիստ, ծնունդով Երևանից։ Մի փոքր հիմա պատմեմ շատ հակիրճ թե այն մասին, թե ոնց եմ հայտնվել բալետային աշխարհում, հետո կզրուցենք միասին։ Նախ իմ ընտանիքում բոլորը արվեստի հետ սերտ կապ ունեն, մայրս մարմնամարզուհի է, հայրս ազգային ակադեմիական թատրոնի դերասան է եղել, եղբայրս նույնպես։ Ես 2012 թվականին առաջին անգամ ոտք գրեցի Երևանի պարարվեստի պետական քոլեջ և ընդունվեցի այնտեղ, շատ կարևոր մի փաստ կար, որ իմ հայրը ինձ տարավ այդ ուղով, ես շատ շնորհակալ եմ իրենից։ Առաջին անգամ, երբ ոտք գրեցի թատրոն, այդ դպրոց, ես սկզբում անկեղծ կասեմ, որ չէի հասկանում, թե ինչ է պարը, ինչ է բալետային աշխարհը, քանի որ շատ փոքր էի ու շատ բարդ էր դա ընկալել ու հասկանալ, բայց տարիներն անցավ ու երևի թե 6-7-րդ դասանից, արդեն որ ավելի հասուն էի մտածում, սկսեցի սիրել, հետաքրքրվել ու ինձ շատ օգնեց նաև մեր լեգենդար Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի դուստրը Տաթևիկ Ղարիբյանը, որը դարձավ իմ դասական պար բաժնի առարկայի ուսուցչուհին, և ես իրեն շատ շնորհակալ եմ, որովհետև ինքը ինձ սովորեցրել է ու բոլորին, ում դասավանդել է, սովորեցրել է մի բան, որը շատ կարևոր է, բացի այն, որ դու պետք է լինես քո մասնագիտության մեջ լավը, կատարես թռիչքներ, պտույտներ, պարես լավ, նա առաջնային կարևորում էր, որ պետք է սովորեցնել ինչպես լինել լավ մարդ, հետո նոր լինել լավ արտիստ։ Այսինքն շատ կարևոր էր ինձ համար, որ նա սովորեցրեց մեզ լինել լավ մարդ, մեզ բոլորիս։ Շատ շնորհակալ եմ իրեն։ Տարիներն անցան, քիչ-քիչ ես սկսեցի աշխատել ու արդեն սկսում էր ինձ ամեն ինչ հետաքրքրել, այդ ժամանակ նաև հաճախում էինք ներկայացումներին ազգային ակադեմիական թատրոնում, տեսնում էինք ներկայացումներ և բոլոր ընկերներով, բոլոր կուրսի տղաներով, աղջիկներով փորձում էինք ինչ-որ կերպարներ մարմնավորել և գալիս էինք դպրոց մեր փորձերից, դասերից հետո փորձում էինք զալերում փակվել, աշխատել մեզ վրա, փորձել այն պտույտները, թռիչքները, որոնք տեսել ենք մենք, և շատ հետաքրքիր էր, և քիչ-քիչ արդեն երբ մեծացա, սկսեցի ավելի սիրել
այդ ամեն ինչը, այսպես ասած ավելի սրտիս մոտ էի ընդունում եւ ինձ շատ էր հետաքրքրում, քանի որ իրականում շատ բարդ մասնագիտություն է, բայց նաեւ ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկն է։ Ես դա վստահաբար կարող եմ ասել։ Եվ արդեն 2021 թվականին, երբ երրորդ կուրս էի, ես ընդունվեցի Ազգային ակադեմիական թատրոն որպես բալետի արտիստ, դեռ չէի ավարտել դպրոցը։ Այդտեղ մի փոքր այլ էր, քանի որ թատրոնում պետք է լինես ավելի պատասխանատու, արդեն դպրոցական չես, քանի որ պետք է ապրես ներկայացումներում, բոլոր ներկայացումներում ու պիտի լինես ավելի պատասխանատու, շատ դժվար է այդքան հասարակության դիմաց ապրելը, քանի որ այդ մեծ բեմում դու տեսնում ես այդքան հանդիսատես ու կարող ես անգամ կերպարդ 100%-ով վստահ լինես, որ կարող ես ապրել, կարող ես դուրս գալ եւ հուզվել, չկարողանալ ուղակի ապրել։ Եվ աստիճանաբար սկսեցի շատ սիրել, երբ ընդունվեցի Ազգային ակադեմիական թատրոն, ինձ շատ է օգնել իմ ընկերը, ով Անդրանիկ Աբովյանը, ով բալետի արտիստ է, մենակատար է Ազգային ակադեմիական թատրոնում։ Միշտ բոլոր փորձերից հետո նա ինձ հետ միասին բոլոր դահլիճներում քրտնաջան աշխատել է առանց հոգնելու, իրենից նույնպես շատ շնորհակալ եմ։ Ամեն ինչ սկսեց նրանից, որ ես դեռ չէի ավարտել դպրոցը, ինձ վստահվեց ներկայացման մեջ մի գլխավոր կերպար ներկայացնել, որը որ ես անկեղծ ասեմ շատ զարմացած եմ ինչու ես, որովհետև նոր էի ընդունվել ու այդտեղ կային արտիստներ, որոնք ավելի հմուտ էին, բայց այդ ամեն ինչը թողեցի մի կողմ ու շատ կարճ ժամանակահատված ունեի պատրաստելու այդ կերպարին։ Եվ այդ կերպարը ապրելուց հետո հանդիսատեսի ծափարություններից խոսքերից հետո ես հասկացա, որ ես կարողացա դա անեմ, ինչու ես պիտի չլինեի, ինչու պիտի լիներ ուրիշը։ Ու դրանից հետո ինձ վստահվեց արդեն բոլոր ներկայացումներում գլխավոր կերպարների մարմնավորումը, անկախ ամեն ինչից ինչ մասնագիտության մեջ ես, նաև եթե ուզում ես մասնագիտության մեջ չես, անգամ չես լինում, պետք է անպայման երկու հատկություն ունենաս, դա աշխատասիրությունն է ու նպատակասլացությունը, որ եթե դու այդ երկու հատկությունները ունես, վստահաբար դու կհասնես այն ամեն ինչին ուզում ես։ Այս ամեն ինչը կուզեմ ամփոփեմ մի մեր լեգենդար հայ արտիստներից մեկի Վիլեն Գալստյանի խոսքերով, բալետի մասին պետք չէ խոսել, այն պետք է նայել, զգալ եւ վայելել։ Այսքանը ծանոթության համար։ Վեմ կհրավիրեմ Նվարդ Ավանեսյանին, Ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասանուհու։ Հիմա միասին փորձենք ձեզ ցույց տալ մի փոքր շարժումներ, որից որ սկսում է բալետային աշխարհը։ Սա նախապատրաստական դիրքն է, սա 6-րդ դիրքն է, սա առաջին դիրքն է, սա երկրորդ, սա երրորդ, 4-րդ եւ 5-րդ։ Սրանք օգտագործվում են միշտ բալետային ներկայացումներում, այսինքն ինչ շարժում որ անում է, սկսվում է դրանցից։ Հիմա ասենք ձեռքերին, սա նախապատրաստական դիրքն է, սա առաջին դիրքն է, սա երկրորդ եւ ձեռքերը վերև երրորդ դիրքն է։ Հիմա երբ սկսում ենք իրականում դասը, միշտ բոլորս դասից առաջ անում ենք պակլոն, այսինքն դա նշանակում է բարև ձեզ։ Ու դա կատարվում է այսպես. Շնորհակալ բարևում ենք բոլորին եւ վերջում ստեսություն եւ շնորհակալություն, դասի վերջում նույնպես։ Հիմա ցույց տամ ձեզ ինչպես են անում պլիեն, այսպես ասած, որից սկսվում է թռիչքները եւ այլն։ Պլիեն արվում է այսպես, ուսերը հետ, ձեռքերը լայն եւ կրունկները կողք, բայց եթե չի բացվում ոտքերը սկզբնական շրջանում, դա այդքան էլ խնդիր չէ, պետք է ուսերի լայնությամբ լինի եւ ծնկների լայնությամբ, հետագայում արդեն եթե լինեք ավելի ճկուն, ոտքերը կբացվի ավելի։ Սա վատման տանձուն է, որը կատարվում է առաջին դիրքով եւ 5-րդ դիրքով։ Ժետեն մյուս շարժումը։ Սա ժետեն է։ Պարաձողից հետո անցնում ենք կենտրոնում մի քանի շարժումների, դասը անցկացվում է այդպես, հետո անցնում ենք պտույտների, հետո անցնում ենք թռիչքների, հետո մեծ թռիչքների եւ դասը ավարտում ենք։ Մի փոքր անցնենք, ցույց տանք թռիչքներ։ Ուղղակի սոտ է, որը կատարվում է առաջին դիրքով, երկրորդ դիրքով, երկրորդ, 5-րդ, 4-րդ, բոլոր դիրքերով։ Բացի մասիկներից գոյություն ունի այսպիսի պուանտներ, որոնք աղջիկները կանգնում են մատների վրա, շատ բարդ է ու շատ ցավոտ,
ու միշտ այսպես ասած, երբ հագնում են ու շատ են փորձ անում, միշտ մազոլներ է լինում, վերք է լինում ու շատ բարդ է այս ամեն ինչին տիրապետել։ Սա տեսեք, պուանտը։ Տեսեք, սա ներկայացման հատվածից մի հատված է, մի մաս է, մի շարժում է։ Եվս մի բան ցույց տամ։ Աչի։ Աղջիկը նստում է այսպես եւ կարող ես նաեւ քայլել։ Տեսեք։ Ամեն ներկայացման կերպար, որը որ ես պետք է կերտեմ, պետք է շատ լավ իմանամ այդ կերպարի ներքին աշխարհը, որովհետև այդ կերպարը պիտի ցույց տալ հանդիսատեսին այնպես, որ ինքը հասկանա, դա այդ օրինակ Չիպոլինոյի կերպարը, դա պետք է հասկանա, որ Չիպոլինոն է, այլ չի πάρում ինչ-որ մի արտիստ, ում անունը Գոր է։ Ու շատ հետաքրքիր է, երբ ինչ-որ ներկայացման գլխավոր կերպար ես դու ուզում կերտել, ու պիտի մարմնավորես այդ կերպարը, դու փակվում ես զալում ու փորձում ես կերպարային հասկանալ, թե դա ինչ կերպար է, փորձում ես կարդալ գրքերը, փորձում ես նայել մուլտֆիլմներ կամ եթե կան այդ կերպարին համադրող գրքեր, ֆիլմեր եւ այլն։ Շատ ինձ համար ամենահետաքրքիրը դա եղավ, երբ ես թատրոն էի ընդունվել, որ փորձում էի մարմնավորել ինչ-որ կերպարներ, ինձ համար շատ հաճելի էր, երբ ես փորձում էի մտնել զալ, բոլոր փորձերից, դասերից հետո ու այդ կերպարը ստանալ։ Այդ ընթացքը շատ հաճելի է, քանի որ բացի տեխնիկական բարդ շարժումներից, նաև պետք է կարողանաս դերասանական խաղ ցույց տալ, որպեսզի կերպարը դառնա լիարժեք։ Իսկ մնացած բարդությունները դա արդեն տեխնիկապես կատարվող շարժումներ են, որին տարիներ են պետք անգամ, կարող ես մի քանի տարի անել, չստացվի, պետք է շատ ճիշտ ուղեղով անես ու շատ բարդ է այնքանով, որ կարող ես տարիներով անել, չստանալ այն, որը որ դու ես ուզում, բայց ինչ որ պահ գա, որ դու կարող ես ստանալ այդ ամեն ինչը 1 տարվա ընթացքում։ Ընդհանրապես միայն մեր մոտ չէ, այլ արտերկրում էլ է այդպես, որ տղաների խնդիր կա, աղջիկների խնդիր նաև եւս կա, որ քիչ են, բայց տղաների խնդիր շատ կա։ Բայց այս քանի տարվա ընթացքում արդեն զարգացել է մեր, այսպես ասած, այդ փուլը, եւ ծնողները իրենց երեխաներին ուղարկում են բալետի, որպեսզի նրանք դառնան բալերոն կամ պարող կամ պարուհիներ, եւ դա շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք ունենք մեկ մայր թատրոն, որը որ պետք է լինի հենց բոլոր արտիստներով։ Այսինքն կարող է թատրոնը հրավիրել ինչ-որ միջազգային արտիստների, այլ երկրի արտիստների, բայց շատ հաճելի է, երբ տեսնում ես հայ արտիստներին այդ բեմի վրա, հայ պարողներին ու պարուհիներին, որովհետեւ ինչու մեր ազգը չլինի այդ բեմի վրա, այլ լինի մեկ այլ արտիստ, որը որ հրավիրյալ է, որովհետեւ բոլորը դիևս կարող եք ստանալ այն արդյունքը, որոնք ստանում են իրենք դրսում։ Մեծ սիրով կասեմ, որ բոլոր ծնողներին կարող եք ձեր երեխաներին տանել անպայման Երևանի Պարվեստի պետական քոլեջ, որից հետո նրանք կընդունվեն ազգային ակադեմիական թատրոն եւ կտեսնենք մենք իրենց այնտեղ։ Ընդհանուր առմամբ մեր մոտ շատ է զարգացել եւ շատ հաճելի է այդ ամեն ինչը։ Հիշողություններում կան մրցույթներ, օրինակ Գերմանիայում, Հունաստանում, Չինաստանում, գիտեք ինչպես երեխեք, ամեն տեղ, ամեն երկիր, որտեղ որ կազմակերպվում են մրցույթները, շատ հետաքրքիր է ու շատ տարբեր, որովհետև անգամ դպրոցները, թե Հայաստանում, թե Եվրոպայում, թե Մոսկվայում շատ տարբեր են, բալետային դպրոցները տարբեր են ու ուսուցանվում են տարբեր տեխնիկայով, այսինքն մի դպրոցում կարող է լինել տեխնիկապես շատ ուժեղ պտույտներ, թռիչքներ, մյուս դպրոցում կարող է լինել պարայնություն, ձեռքեր, տեսք, ու գնում ես ու տեսնում ես այնպիսի արտիստների, որ շատ բան ես ուզում սովորել իրենցից ու շատ կարևորում եմ մրցույթներին մասնակցելը, որովհետև դու ամեն արտիստից սովորում ես մի բան, որը որ քեզ համար նաև կարևոր է։ Ներկայացում ապրելը երևի թե համեմատական իմ անձնական կարծիքն է ավելի հեշտ կարող է լինել, քան մասնակցել մրցույթներին, որովհետև մրցույթներին մասնակցելուց դու գիտես, որ գնացել ես ինչ-որ նպատակի ետևից ու այդքան ճանապարհ ես կտրել հասել ես այդ երկիր, որտեղ որ պետք է մասնակցես այդ մրցույթին, դու կարող ես ուղղակի պարտվել։ Բայց դա նաև նորմալ է, որովհետև յուրաքանչյուր արտիստ, յուրաքանչյուր մարդ կարող է պարտվել ու նորից վերականգնվել։
Ես շատ դեպքեր են եղել, որ գնացել եմ մրցույթների, պատրաստ եմ եղել, բայց չեմ գրավել ինչ-որ տեղ, իհարկե շատ ես նեղվում, բայց հետագայում դառնում ես ավելի պինդ, որ հաջորդ մրցույթին դու այդ սխալը չանես, աշխատում ես այդ սխալի վրա ավելի շատ, որ այդ սխալը թույլ չտաս մյուս անգամ ու գրավես այնտեղը, որը դու ուզում ես, այսպես ասած, որ յետևից գնացել ես։ Ես անկեղծ եմ ասում, այս մասնագիտությունը իրականում շատ հետաքրքիր է ինքը, ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկն է։ Ամեն մի դետալ շատ կարևոր է, որ դու պետք է միշտ հիշես եւ շատ կարևոր է, որ ներքին հանգստություն լինի քեզ մոտ եւ ներքին պինդ լինես, որ կարողանաս այն ամենը, ինչ որ փորձել ես, ինչ որ արել ես դահլիճում, ցույց տաս հանդիսատեսին։ Քանի որ դահլիճում դու կարող ես լինես մենակ ու քո փորձավարը կամ եւս քո գոլեգաները լինեն, իսկ երբ բեմ ես դուրս գալիս, այնտեղ կան լիքը մարդիկ, հազարավոր մարդիկ, ովքեր նայում են քեզ ու պետք է տեսնեն այն կերպարը, որը որ իրենց կվոքեշնչի, այսպես ասած։ Պետք է լիարժեք տրվես դու բեմին, անես ամեն ինչ, որպեսզի հանդիսատեսը գոհ լինի, որովհետև ամեն մի արտիստը կարևորում եմ ես ամեն մի արտիստի գործողությունը, որովհետև ամեն մի արտիստի գործողություն կարող է բերել հանդիսատեսին թատրոն։ Կա ինչ-որ դեր, որը կուզենայիք դուք ներկայացնել։ Այո, կա այդպիսի կերպար, Սպարտակ բալետում Կրասոսի կերպարն է, որ միշտ ցանկացել եմ այդ դերում հանդես գալ, բայց կան մի փոքր բարդություններ, որ այդ դերի համար պետք է լինի հասակ կամ մի փոքր այլ տվյալներ, այդպես դեռ չեմ մարմնավորել, հուսանք կլինի։ Ինձ հետաքրքիր է բալետի պարող դառնալը, ձեզ համար եղել է մանկության երազանք, նպատակ, թե ուղղակի ճակատագրի բերումով դուք հայտնվել եք այդտեղ։ Փոքր տարիքում չէի հասկանում, թե ինչ է պարը, ինչ է բալետային աշխարհը։ Ինձ հայրս է բերել այդ դպրոց։ Հետագայում իհարկե այո դարձել է նպատակ եւ շատ եմ սիրել, շատ է հետաքրքրել, բայց ի սկզբանե անկեղծ ասած շատ է ուզում դառնալ ֆուտբոլիստ։ Մանկուց սիրել եմ այն, բակային խաղերում միշտ ֆուտբոլ ենք խաղում ընկերներով, միշտ սիրել եմ այն։ Այսինքն ես չեմ մտածել ինչ դառնալ, քանի որ փոքր էի ու չէի հասկանում ինչ մասնագիտություն է ինձ պետք։ Այն նշեցիք, որ սկզբնական շրջանում հատկապես շատ դժվար է հաղթահարել վախը ու լարվածությունը, որ հասարակության առջև պետք է ելույթ ունենաս ու հատկապես որ սխալ ես անում, շատ դժվար է հաղթահարելը։ Հիմա ներկայիս շրջանում լինում է, որ դուք լարվում եք ու վախենում եք ու ինչպես եք դա հաղթահարում։ Իհարկե լինում են, միշտ են լինում, քանի որ դու լարվում ես, որովհետև եթե հանկարծ մի սխալ անես, կարող է ամեն ինչ, այսպես ասած, շատ վատ լինի, անգամ եթե քո հետ ապրում է քո զուգընկերուհին, ուղղակի պետք է շատ պինդ լինես ներսից, պետք է հստակ հասկանաս ինչ ես անելու ու չտրվես այն մտքերին, այն վատ մտքերին, որոնք գալիս են քո գլխում։ Պետք է հստակ որոշես ու անես։ Եթե դուք չզբաղվեիք բալետով, ուրիշ ինչ մասնագիտություն կընտրեիք։ Երևի թե կդառնայի ֆուտբոլիստ։ Բայց ճակատագրի բերումով հիմա բալետի արտիստ եմ։ Եթե հանդիպեիք փոքրիկ գոռին, ինչ խորհուրդ կտայիք։ Գիտեք ինչպես ինձ թվում է ոչ թե ինչ-որ խորհուրդ կտայի, այլ կցույց տայի այն ամեն ինչը, ինչին որ հասել եմ, որի մասին որ երազում էի ու անգամ չէի պատկերացնի, որ կարող եմ հասնել այն ամեն ինչին, ինչին որ հիմա եմ հասել։ Երբ բեմ եք բարձրանում, ինչ զգացողություններ եք ունենում։ Շատ հաճելի զգացողություններ եմ ունենում, որովհետև ինձ ամեն անգամ շատ հետաքրքիր է հանդիսատեսը ինչ արձագանք կտա իմ ելույթին, ու ես ամեն անգամ ավելի եմ ոգևորվում բեմ դուրս գալուց։ Միջավորս կան այնպիսի շարժումներ, որ ձեզ մոտ չեն ստացվում։ Ինձ թվում է միշտ կան այդպիսի շարժումներ, անգամ եթե ստացվում է, դու փորձում ես դա անել ավելի լավ ու դու չես սահմանափակվում այդքանով։ Անընդհատ փորձում ես անել ավելի լավ ու այդտեղ ստոպ չի լինում արդեն։ Բայց միշտ բոլորի մոտ հավատացեք, բոլոր արտիստների մոտ, բոլոր մասնագիտությունների մեջ կան այդպիսի բաներ, որ չի ստացվում, կամ եթե ստացվում է, դու ցանկանում ես ավելի լավ ստացվի։ Ձեզ ինչը գրավեց ավելի շատ բալետի մեջ։ Անկեղծ ասած չեմ կարող ասել ինչ որ մի բանը գրավեց։ Ես երբ փոքր ժամանակ նայում էի ներկայացումներ, ինձ շատ հետաքրքիր էր ինչպես են այդ կերպարները կերտում, ինչպես է այդ աշխատանքը կատարվում, որպեսզի բեմում արդեն կարողանան ցույց տալ հանդիսատեսին։ Ու ամենաշատը երևի հետաքրքիր էր, որ այդ արտիստին բոլորը ծափահարում էին, ինձ դա շատ հաճելի էր, որ ես երբ նստած հանդիսատեսի աթոռից ծափահարում եմ այդ մենակատարին կամ բոլոր արտիստներին, ինձ դա հետաքրքրում էր ու ես դա շատ սիրով էի անում։ Ու ես միշտ ուզեցել եմ լինել այդ արտիստի փոխարեն, ուզեցել եմ միշտ ինձ բոլորը ծափահարեն, ես լավ ելույթ ունենամ ու ստանամ, այսպես ասած, լավ խոսքեր, լավ ծափահարություններ, երևի թե դա։ Դժվարությունների մասին նշեցիք, եղել է այդ դժվարությունների այսպիսի մտքեր, որ ուզենայիք թողնել պարը։ Անկեղծ ասեմ,
Ոչ, որովհետև իմ ասած երկու հատկությունները ես ունեմ ու ես երբեք չեմ փորձել ինչ-որ ճանապարհից հետ կանգնել։ Եթե ես որոշել եմ պետք է դառնամ բալետի արտիստ կամ զատ մասնագիտությունից որոշել եմ ես ինչ-որ մի բան անել, ուրեմն ես դա պետք է անեմ։ Ես նպատակ ունեի ու ես այդ նպատակին հասել եմ, դեռ շարունակում եմ հասնել։ Ինչպես եք վերաբերվում ձեր դեմ քննադատությունների։ Շատ քննադատություններ երևի թե չեմ լսել իմ հասցեին, իսկ եթե լսում եմ, դա ինձ ավելի է մոտիվացնում։ Խոսքը միայն բարի մասին չէ, առհասարակ արվեստագետներին թեկոզ մեր տարիքի ինչ խորհուրդ կտայիք։ Խորհուրդ կտամ ինչ մասնագիտություն որ ընտրել եք, լինեք ամենալավը անպայման ու հասնեք այն ամեն ինչին, ինչին որ ուզում եք։ Ճանապարհից ետ չկանգնեք երբեք։ Երբ առաջին անգամ բեմ էիք բարձրանում ու պետքա ինչ-որ բան ներկայացնեիք, ինչ զգացողություններ ունեիք։ Ուղղակի շատ լարված էի, բայց առաջին մուտքից հետո բոլոր այդ մտքերը ցրվեցին։ Ինչպես է բալետ ազդել ձեր անձի ձևավորման վրա։ Ավելի հասուն եմ սկսել մտածել, այնքանով է ազդել, որ սկսել եմ ներկայացման հատվածները, կերպարները եւ փորձում ես մարմնավորել, դու սովորում ես շատ բաներ այդ կերպարներից, օրինակ Սպարտակ բալետից փորձում ես Սպարտակի կերպարը մարմնավորել, դու պետք է այդ գիրքը կարդաս, պետք է այդ ֆիլմը նայել, որպեսզի հասկանաս ինչ կերպար ես փորձում մարմնավորել։ Իսկ այդ ամեն ինչի հետևանքով դու արդեն սովորում ես շատ բան, որը որ պետք է։ Մասնակցեցինք Քարվեստը դպրոցում ծրագրին։ Բավականին հետաքրքիր եւ բովանդակալից ծրագիր էր։ Այս հանդիպումները մեզ օգնում են ավելի հասկանալ արվեստի նշանակությունը։ Ունեցանք զրույց բալետի արտիստ Գոր Սարգսյանի հետ, այն օգնեց մեզ մասնագիտությունների ճանաչման գործում։ Գոր Սարգսյանի շնորհիվ հասկացա, որ պետք է պայքարել ու կամքի ուժ ունենալ հասնելու մեր նպատակներին։ Նա ցույց տվեց մասնագիտական տարբեր հնարքներ, տպավորեց բոլորին Եվ նրա տված խորհուրդները հանդիսացան մոտիվացիայի աղբյուր։ Ինձ անձամբ շատ դուր եկավ այս ծրագիրը եւ կցանկանամ, որ այն նաեւ շարունակական լինի, հատկապես մարզերում, քանի որ հենց երիտասարդներին այն շատ կօգնի ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Կարծում եմ նրա ոգևորիչ խոսքերից հետո շատերը կցանկանային ընտրել հենց բալետի ուղին։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամուտ։ մայրամուտ, Սուրճ, թե թեյ։ թեյ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ երևի թե պլանավորած գործողություն, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ երաժշտություն, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ չեմ մտածել այդ հարցի շուրջ։ Որն է ձեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքը։ Սպարտակի մասին գիրքը, Սպարտակ։ Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ Երևի թե իմ առօրյա զգեստները, որով միշտ պետք է հագնեմ փորձից առաջ, փորձից գնալուց, գալուց։ Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ Նապոլեոն Բոնապարտ։ Որ քաղաքում կցանկանայիք ապրել։ Ապրել էստեղ։ Կցանկանայի շրջել բոլոր քաղաքներում, տեսնել բոլոր քաղաքները, բայց ապրել Երևանում։ Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ Երևի թե երկուսն էլ։ Ժամանակակից, թե դասական արվեստ։ Ես ինքը ժամանակակից։ Շատ եմ սիրում ժամանակակից։ Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ Երևի սիրուց։ Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ Գեղեցկություն։ Որն է ձեր կյանքի կարգախոսը։ Երբեք չհանձնվել։ Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ Իմ կարծիքով կդառնայի ֆուտբոլիստ։ Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ Երևի բովանդակությունը։ Ինչն է ավելի դժվար։ Խոսել, թե լռել։ Ինձ թվում է լռել։ Որ զգացմունքն է առավել մոտ ձեր ստեղծագործությանը։ Սեր։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Որ պատերազմ երբեք չլիներ։ Բոլոր երեխաները ապրեին առողջ։